Բարև ձեզ Վեստիայի տաղավարում այսօր զրուցելու ենք TRIP միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի մասին։ Մեր հյուրն է Վահագն Մելիքյանը, Դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր, արտակարգ եւ լիազոր դեսպան։ Բարև ձեզ, պարոն Մելիքյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Մելիքյան, Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինչ պետք է իմանա TRIP նախագծի մասին։ Այն ինչ որ փորձում են իշխանությունները ներկայացնել, իհարկե ականջահաճո հարցերն են եւ առաջին շեշտադրված հիմնական մասը, որ գալիս է, այդ երկու բառն են, հա, բանալի բառերը, խաղաղություն եւ բարգավաճում, երկուսն էլ շատ ականջահաճո, երկուսն էլ շատ այսպես ավելի լայն սովորական միջին վիճակագրական քաղաքացու այսպես քիմքին նստող, բայց իրականության մեջ մասնագիտական առումով երբ որ ավելի խորքն եք մտնում այս համաձայնությունների կամ պայմանավորվածությունների, խնդիրները ուղղակի ակնառու են։ Հարցերը առավել եւս արկախված շատ հարցեր կան, որոնք նույնիսկ իշխանությունները չեն մերժում եւ ասում են, որ մնացածը հետագա պայմանավորվածությունների խնդիրն է, բայց այնուամենայնիվ TRIP-ը ինքնին խորքի մեջ ունի լրջագույն ականներ, որոնք հետագայում կարող են ջրի երես դուրս գալ, իսկ պայմանավորվածություն ասելով ես ավելի շատ կասեի միակողմանի որոշումներ, որտեղ իշխանությունները կամ վարչախումբը որևէ ազդեցություն չունի, սկսած այդ տոկոսային հարաբերակցությունից, այդ վաղվա ստեղծվելիք հայ-ամերիկյան, այսպես ասած, ընկերության, հա, վերահսկիչ փաթեթի, չնայած այնտեղ կա փոքր ստորակետ եւ հետագայում էլի գալիս են, որ միևնույն է իշխանություններն են որոշումը կայացնում։ Ես շատ անկեղծ ձեզ ասեմ, աշխարհում չեմ պատկերացնում նման հարաբերակցություն, որտեղ, այսպես ասենք, առյուծի բաժինը ընկնում է երրորդ կողմին, Հայաստանի հետ կապ չունեցող, իշխանությունների հետ կապ չունեցող, նաեւ հաշվի է առնվում, որ այդ երրորդ կողմը ունի լիազորություն հետագայում դա վաճառելու, վերավաճառելու եւ այլն եւ այլն։ Այսինքն այս իմաստով հարցերը իսկապես շատ են, իրավաբանական ձևակերպումների մեջ կան բավականին լուրջ խութեր եւ միջազգային իրավունքի մասով եւ այստեղ խնդիրը այդ անընդհատ կրկնվող, մի քանի անգամ կրկնվող ինքնիշխանություն, սուվերենություն, իրավազորություն եւ այլն սրա հետ կապ չունի։ Դրանք ուղղակի այսպես նշումներ են վաճառելու հասարակական ավելի լայն շերտերին։ Իսկ իրականում դու քո տարածքի լուրջ մասը, եթե չասեմ ամենառազմավարական մասը պատվիրակում ես օտարին։ Ինչպես կլինի հետագա զարգացումները, ելի եմ կրկնում, ժամանակը ցույց կտա, բայց գոնե հիմա տեսանելի այն ինչ որ մենք կարդում ենք թղթի վրա, այն ինչ որ ունենք թվերով եւ փաստերով հակառակի մասին են խոսում, որ սա ինքնիշխանության հետ ուղղակիորեն առնչվող խնդիր է եւ այդ վերահսկողական մեխանիզմների մասով որքան էլ որ ասվի միևնույն է վերջին խոսքը իշխանություններինն է, ես այդպիսի բան իհարկե չեմ տեսնում այստեղ։ Տեսեք, արտաքին գործերի նախարար շատ հստակ ասում է, որ մենք այս հայտարարության մեջ հստակ նշել ենք, որ բոլոր լիազորությունները պետք է իրականացնի Հայաստանի Հանրապետության իշխանությունը, բոլոր լիազորությունները վստահված են մեզ, ուղղակի երբ որ կունենանք եկամուտ, դրա 70% եւ ավել կզիջենք։ Տեսեք, ամենապրիմիտիվ թրիկն է այստեղ օգտագործված այն պատճառով, որ իրենք ասում են, որ քանի որ ամերիկյան կողմն է ներդրողը եւ ներդրումները շատ են, դրա համար իրենց համնում, բա մյուս մասին այդ front desk, back desk կամ back office, front office այդ նորամուծությունները, որ փորձել եք անել, այդ back office-ում նստելու եք դուք եւ դուք ուզում եք մեզ բացատրել, որ ձեզ եթե ասեն սա պիտի լինի այսպես, այդ front office-ի մարդիկ, դուք էլ պիտի տենց մի անգամից ասեք չէ, հակառակը, այդպիսի բան բնականաբար չի լինելու, դա ուղղակի պարզ մանիպուլյացիոն մոտեցում է, քայլ է, որ խնդիրը իբր ադրբեջանական կողմի
պնդումները, որ մենք չպետք է հայ սահմանապահի կամ հայ մաքսավորի երես տեսնենք, մենք ասելով այդ քաղաքացիներից սկսած վերջացած մեծ բեռնատարները եւ մեքենաները եւ այլն եւ այլն։ Այսինքն դուք բերել եք ձեր ասելով դրել եք մի երրորդ կողմ միջնորդ, որը ասենք անձնագիրը պիտի վերցնի եւ այդ անձնագիրը ուղղակի փոխանցի ձեզ եւ ընդհանրապես այդպես պրիմիտիվ մոտեցում հասկանում եք ցավալիորեն քո տարածքի, քո սուվերեն, այո ինքնիշխան տարածքի մի մեծ պատար դու այսօր պատվիրակում ես օտարին։ Հիմա եկեք մի քիչ ավելի խորքով նայենք եւ փորձենք փնտրել այն հիմնական Ընդդիմությունն ասում է դա միջանցք է, իշխանությունն ասում է ոչ, դուք մանիպուլացնում եք։ Վերջո, դա միջանցք է թե չէ, միջանցքը սահմանումը հենց սուվերենության զիջումն է։ Դուք եք դրա մասին խոսում։ Տեսեք, եթե միջանցք չի, ապա ինչ է։ Մեկը կարող է ինձ բացատրի օրինակ։ Հիմա այդ միջանցքի փաթեթավորումը դրվել է ինչ-որ թրիպ, մի հատ էլ այդ ամպագորգոր բառն են դրել, հա, trip ինքնին ուղին է, հա, եւ ճամփորդելն է, ասենք թե, եւ բնականաբար Դոնալդ Թրամփի անվանը կոչել, իբր նա հանդիսանալու է երաշխավոր այս ամեն ինչի։ Սա իրականում այդպես չի, որովհետեւ լինեիք այնքան խոհեմ, լինեիք այնքան զինված գրագիտությամբ, որպեսզի կարողանայիք ինքներդ բանակցել եւ վերջի վերջո այդ միջանցքային տրամաբանությունից ինչի մասին դուք միշտ խոսել եք, որ այդպիսի տրամաբանություն չկա, լավ, եթե այդպիսի տրամաբանություն չկա, ես ոչ թե հենվում եմ Ալիևի ասածների վրա, ինչու է Ալիևը անընդհատ պնդում դրա մասին, մեկ։ Երկրորդը, ինչու անընդհատ դրա մասին պնդում են նաև Անկարայից, երկու, որտեղ այստեղ բավականին լուրջ կամ եթե չասենք շահագրգիռ կողմ նաև Թուրքիան է։ Իրականության մեջ ըստ թրիփից շահելու է ոչ այդքան Հայաստանը, ինչքան Ադրբեջանը եւ Թուրքիան։ Կամ եթե այդպիսի բան կա, ինչու նմանատիպ կամ հայելային ճանապարհ կամ հաղորդակցության գիծ չի ստեղծվում Հայաստանի համար Ադրբեջանի տարածքով։ Դուք կպատասխանեք, որ շատ պարզ, որովհետև Նախիջևանը Ադրբեջանի տարածք է, էքսկլավ է եւ սա կապելու հնարավորությունը միայն այս տրամաբանությամբ մեջ պետք է լինի։ Այդ պարագայում փաստորեն դուք մևնույնն է մնացել եք զիջողի դիրքերում։ Ձեր սահմանապահը, այսինքն Հայաստանի սահմանապահը եւ Հայաստանի մաքսավորը ուղղակիորեն առնչություն չունեն օտար երկրից մուտք գործողի հետ։ Հիմա դուք ինձ ցույց տվեք աշխարհում մեկ երկիր, որտեղ որ սահմանապահը ուղղակիորեն չի ընդունում իր երկիր մուտք գործած որևէ օտարերկրյա քաղաքացու, բեռնատար, բեռներ տեղափոխող ինչ-որ միջոցներ եւ այլն եւ այլն։ Ինչի համար է այս ամեն ինչը այդ դեպքում, եթե միջանցք չի սա, ապա ինչ է։ Եթե դու ասում ես, որ ես ապահովելու եմ անխոչնդոտ անցում, հա, ինչ է նշանակում անխոչնդոտ անցում։ Իրանց համար երևի այդ փորձում են, գիտեք, այդ օդանավակայաններում այդ սայները տեսել են, հա, մեծ գրված nothing to declare, green corridor եւ այլն, դա շփոթել են ընդհանուր քո տարածքի հետ։ Դա օդակայանում ուղակի ստանդարտ այդպիսի առանձին ուղիներ կան, որտեղ դիվանագետները ունեն այսպես կոչված green corridor-ը կամ կանաչ ճանապարհը, այսինքն առանց որևէ հերթի, միայն դիվանագիտական անձնագիր ունեցողը կարող է այդպես անցնի, այդպես կարող են անցնել օդաչուները, բորտ ուղեկցորդները, ուղեկցորդուհիները եւ այլն եւ այլն։ Այսինքն այս իմաստով այն լապշան, որ փորձում են կախել մարդկանց ականջներին, շատ մոտ, շատ տեսանելի ապագայում այնքան ակնառու կլինի, որ հետո դրա տակից իրենք ոնց են դուրս գալու, սա արդեն մնում է հարցերի հարցը։ Վերջո։ Խնդիրը երկարաժամկետի մեջ է, չէ՞։ Պարզավորս իշխանությունները հավերժ չեն։ Ինչ որ մի օր այս ամեն ինչը վերջանալու է։ Այդ բեռը, այդ ծանրությունը, այդ պայմանավորվածությունները, սխալ պայմանավորվածությունները իդեպ Հայաստանի սուվերեն տարածքի հաշվին ում ուսերին են մնալու։ Ովքեր են սրա տակից փորձելու դուրս գալ, հասկանում եք, 100 տարին բավականին լուրջ ժամկետ է։
Մեկ, երկրորդը սա դեռ վերջնական պայմանագիր չի եւ դրա մասին խոսում է նաեւ վարչախումբը, որ սրանք այսպես ընդհանուր կետերն են, որոնք համաձայնեցվել են եւ թղթի են տրվել այն սկզբունքների մասին, այսինքն շրջանակն է հարցերի, որոնք հետագայում պիտի տեղ գտնեն արդեն պայմանագրում եւ ստանան իրավական ուժ։ Եկեք փորձենք մի քիչ էլ համբերությամբ զինվել եւ հասկանալ այս ամեն ինչի տակ ինչա թաքնված լինելու։ Համենայն դեպս, եթե այս ամեն ինչը միտված է խաղաղության, այդ խաղաղությունը պիտի ունենա երկու կողմ։ Հասկանում եք, տվյալ պարագայում Հայաստանի եւ Ադրբեջանի մասին է խոսքը գնում։ Ինձ ցույց տվեք մեկ դեպք, որտեղ որ չի իջել կամ չի նվազել ադրբեջանական հակահայկական հռետորաբանությունը, ինձ ցույց տվեք մեկ ասուլիս զրույց քննարկում, որտեղ Ալիևը անընդհատ չի անդրադառնում այդ հարցին, եւ էլ չասեմ, որ շատ պարզ առանձին դեպքերով նաեւ խոսում է անունն է փոխվել, նույն Զանգեզուրի միջանցքն է դառնա Թրիփ, այդ տրամաբանությունը աշխատում է, նորից եմ կրկնում, Անկարայում եւ Բաքվում, եւ այն երրորդ շահագրգիռ կողմը, որը տվյալ պարագայում Միացյալ Նահանգներն է, որևիցե ձևով չի սաստում իր թուրք կամ ադրբեջանցի գործընկերներին, լավ գոնե այս իրավիճակով, գոնե այս մասով փորձեք լռել կամ շատ չբարձրաձայնել եւ եթե նորից եմ կրկնում այդ երաշխիքների մասով կամ այդ ճնշումը, որը ակնհայտ է եղել եւ Թրամփը դրա մասին խոսեց, որ այո, ինքը ճնշման մեխանիզմ է բանեցնել մաքսատուրքերի մասով օրինակի համար եւ կարողացել է երկու կողմին բերել նստեցնել իր կողքը եւ հարցին վերջնական լուծում տալ։ Սա ճնշման ձև է, մեթոդիկա է, որը բավականին աշխատող մեխանիզմ է վերջին ժամանակներս եւ Թրամփի կողմից կիրառելի աշխարհի տարբեր մայրցամաքների կամ երկրների հետ կապված, այդ պարագայում ինչու այդ ճնշումը չի աշխատում Բաքվում, ինչու այդ ճնշումը չի աշխատում Թուրքիայում կապված հռետորաբանության հետ, Թուրքիայից ավելի մեղմ, Բաքվից ավելի կոշտ, այսինքն կա հստակ դերաբաշխում, որ մայրաքաղաքը ինչ դիրքերից պիտի հանդես գա եւ ամեն մեկը փորձում է իր ձևով այս մասին տալ գնահատական։ Երկուսն էլ դուրս չեն գալիս միջանցքային տրամաբանությունից։ Երկուսն էլ այդ շեշտադրումը անում են եւ միջանցքը արդեն դարձել է այսպես սովորական բան մարդկանց ականջի համար։ Դե հիմա Երևանն էլ ինչքան ուզում է թող բարձրաձայնի խոսա եւ ասի, որ միջանցքային տրամաբանություն չկա։ Գետնի վրա ունենք այն ինչ որ ունենք, արդեն ասացի, եւ փաթեթը ունի վերահսկող։ Եւ այդ վերահսկողը բնավ Հայաստանի իշխանությունները չեն, որքան էլ իրանք այսպես բարձրաձայնեն, աղաղակեն, տարփողեն, որ չէ, այդպիսի բան չկա, միևնույն է վերջնական որոշումը մենք ենք կայացնում եւ ամեն ինչ գտնվում է հայկական յուրիսդիկցիայի կամ հայկական իշխանությունների յուրիսդիկցիայի ներքո։ Ես այդպիսի բան համենայն դեպս չեմ տեսնում։ Առավել եւս, երբ որ թվերը շատ խոս ունեն եւ դրա մասին բացահայտ գրված է հենց նույն թղթի վրա։ Սա պարզ մանիպուլյացիա է եւ ինչքան էլ օրվա արտաքին գործերի նախարարը փորձի նույն մանիպուլատիվ ռեժիմով բացատրություններ տա եւ ասի, որ այս ամեն ինչը զերծ է ինչ որ կոնսպիրոլոգիայից, ընդդիմությունը միայն նրա համար է, որ լավը չտեսնի եւ քննադատի, բայց դեպքում մասնագետները ինչի համար են։ Մասնագետի գործը, հասկանում եք, ամեն ինչի մեջ բան փնտրելը չի, էլի, այդ ձվի մեջ մաս փնտրելը չի ամեն անգամ։ Մասնագետը շատ ավելի լայն է նայում հարցերին եւ շատ ավելի ապագային միտված է նայում հարցերին։ Այսօր դուք կաք, վաղը դուք չկաք, ինչպես է լինելու այս ամեն ինչ, հասկանում եք։ Դուք հստակորեն Հայաստանի ռազմավարական լրջագույն կետը այսօր պատվիրակում եք երրորդ կողմի։ Ավելի ցցուն օրինակ միջանցքային տրամաբանության ես չեմ տեսնում։ Ձեր խոսքում նշեցիք, որ սխալ պայմանավորվածություն
ձևակերպումն ասացիք եւ դրա տակից ինչպես են դուրս գալու։ Այստեղ Հայաստանի արտաքին գործերի նախարարն ասում է, որ սա տնտեսական մեգա նախագիծ է։ Այդ մեգա նախագիծը ինչպես պիտի արտահայտվի եւ ի վերջո այդ տնտեսությանը բացի նրանից, որ եկան Ադրբեջանը ինչ որ գումար վճարեց, իր բեռը տարավ։ Մենք ինչ ունենք տեղափոխելու, ինչ ունենք արտահանելու։ Ադրբեջանը մեզ, չգիտեմ, վերջերս արդեն բենզին է վաճառում եւ այլն։ Մենք ինչ ունենք իրենց վաճառելու, ինչպես ենք այդ տոկոսային հարաբերությունը գումարը բարձրացնելու այդ տնտեսական մեգա նախագիծը ոնց պիտի արտահայտվի։ Հայաստանը սրանով շատ ավելի կախման մեջ է ընկնում, քան բացում է իր ձեռքերը, շատ պարզ է։ Նախ մեգա նախագիծ մի քիչ բանը, ամպագորգոր է, էլի հնչում, ինքը լոկալ նախագիծ է, ինքը լուրջ ազդեցություն ունեցող նախագիծ կարող էր դառնալ, եթե Հայաստանը այստեղ ունենար ձայնի իրավունք եւ Հայաստանը ունենար լծակներ այս կամ այն ձևով ազդելու այս մեխանիզմները, Հայաստանը պարզապես դա չունի։ Հիմա Ադրբեջանից բենզին է գալիս կամ ցորեն է գալիս, չգիտեմ, երրորդ երկրից գալիս է, հետո երրորդ երկրով մտնում է Հայաստան, մենք դեռ չենք տեսել, որ մուտք լինի Ադրբեջանից ուղղակի Հայաստան, հա։ Ինչքան էլ ասեն, դե երբեք սա չի եղել, սա պատմական հարց է եւ այլն եւ այլն։ Լավ, դուք ձեզ, ասենք, կապում եք ձեր վրա արդեն լծակ ունեցող մի երկրի հետ, որը ոչ վաղ անցյալում թշնամական դիրքերի վրա է եղել, շարունակում է այդպիսին լինել եւ շարունակելու է այդպիսին լինել, հասկանում եք, որովհետեւ դուք բերել եք, հասցրել եք այն օրվան, որ Ադրբեջանը անընդհատ պիտի այս ճնշման մեխանիզմները ավելի ընդլայնի, ավելի ուժեղացնի, շեշտադրումները ավելի մեծացնի։ Եվ անընդհատ դուք գտնվելու եք զիջողի դիրքերում, որովհետև միշտ պիտի բերվի այն հարցերը, որոնք դուք արդեն զիջել եք եւ այսպես ասած անդառնալիորեն զիջել եք, իսկ Ադրբեջանը շատ ավելի հեռահար նպատակներ ունի, դրա մասին չի թաքցնում, շատ պարզ խոսվում է, լինի դա նույն այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի հասկացությունը 300,000 պլյուս այսպես կոչված փախստականների վերադարձը իրենց այսպես կոչված հայրենի տարածքներ, սրանք ուղղակիորեն նկրտումներ են տարածքային Հայաստանի նկատմամբ, էլ չասեմ, որ նույնիսկ դրա դիմաց 1 քառակուսի մետր չեք կարողացել հետ բերել այն օկուպացված տարածքներից, 200 քառակուսի կիլոմետր պլյուս տարածքներից 1 քառակուսի մետր չեք կարողացել հետ բերել։ Մնացած այդ ամեն մանիպուլյացիաները, որ իրանք էլ մենք էլ մեր վերահսկողություն ունենք իրանց որոշ տարածքների նկատմամբ, ցույց տվեք այդ տարածքները, մենք էլ փորձենք համատական անցկացնել, թե այդ որտեղ է ձեր վերահսկողությունը եւ որտեղ է ադրբեջանական վերահսկողություն։ Փաստերը շատ խոսուն են, հասկանում եք։ Կապ չունի, երբ որ դու բանակցում ես, սա կապ չունի։ Այդ նորից եմ կրկնում, սա պետք է այստեղ է էլի հենց թաքնված շանգլուխը, որ երբ որ խոսում ենք բանակցությունների հմտությունից կամ հմուտ բանակցողներից, դու պիտի այդ ամբողջը դիտարկես որպես մեկ ընդհանրություն, մեկ ամբողջություն, հա։ Այս մեկը գնալու է սահմանազատման մասով, այս մեկը արվելու է այնպես, գերիները ինչպես են, գերիների հարցն էլ այսպես ենք մենք լուծում եւ այլն։ Այսինքն սրանք հիմարաբանություններ են, կապ չունեն բուն դիվանագիտության հետ, հասկանում ես, դու երբ որ նստում ես բանակցելու քո հակառակորդի հետ, քո ասած, բայց կոնկրետ թշնամու հետ, որը թշնամաբար է ուղակի տրամադրված եւ ուղղակիորեն խցկվում է քո ներքին գործերի մեջ, լինի Բաքուն, թե լինի Անկարան, այդ հնչող հայտարարությունները հենց դրա մասին են ասում, ռևանշիզմի հետ կապված, ընդդիմադիրների հետ կապված եւ այլն եւ այլն։ Հիմա այս ամեն ինչը շատ ավելի սրվելու է առաջիկա ամիսները, շատ լարված ամիսներ են իդեպ լինելու եւ այստեղ խնդիրը հենց ընդդիմության դաշտում է, թե ընդդիմությունը որքանով կկարողանա դուրս գալ այդ փակ շրջանից եւ զուգահեռաբար ձևավորի այն օրակարգը, որը շատ ավելի ընկալելի կլինի հասարակության այն շերտի համար, որոնք ուղղակի կողմնորոշում չունեն։ Այսօրվա դրությամբ չեն ընդունում ոչ մի կողմի եւ փորձում են հասկանալ, թե ընդհանրապես ինչա լինելու իրենց վաղվա օրը։
Կան բավականին լուրջ շերտեր, որոնք բացարձակ տրամադիր չեն այդ ճամպրուկային հոգեբանությանը, չեն ուզում ուղղակի լքեն իրենց հողը, իրենց հայրենիքը, կան շատ հուսահատ խավեր, որոնք վերջնական սպասում են, թե ինչ է լինելու, այսպես ասենք, հունիսի 7-ին լինելու է այն, ինչ որ քեզանից է կախված լինելու, հա, այդ հուսահատությունը, երբ որ մարդկանց գամում է իրանց աթոռներին եւ տեղից չի պոկում, որպեսզի իրենք էլ գնան տեղամասեր եւ ձայնը տան այս կամ այն ուժին բացառելով այն հիմնականը, որ այս ամբողջ աղետը բերել է մեր ժողովրդի գլխին, այդ հուսահատությունն է, իշխանությունները օրնիբուն աշխատում են հենց այդ հուսահատության վրա, որպեսզի այդ ապաթիան ավելի խորանա, որպեսզի մարդիկ այդ դեպրեսիայից դուրս չգան եւ դա դրթի մարդկանց ընդհանրապես հրաժարվել ամեն ինչից, կորցնեն հավատը, կորցնեն վստահությունը եւ իրենց քայլը չանեն։ Այստեղ կա հակառակ էֆեկտը եւ խաղաղություն եւ ազգային ժողովի նախագահան հենց ասաց, որ գիտեք, այսինքն նայել նախընտրական շրջանում էր այս հայտարարությունը, որ խաղաղություն վերող ուժը պետք է պարգևաճարվի, այսինքն իրենք համարում են, որ իրենք խաղաղություն վերող ուժ են։ Դե իրենք տենց էլ պիտի համարեն, դե պարզ է, այսինքն այդ քաղաքացին դա են վաճառում։ Դե փորձում են վաճառել քաղաքացին էլ թող մի քիչ ավելի խոհեմ լինի, մի քիչ ավելի փորձի խորքը տեսնել, լսի նաև մասնագիտական կարծիք իր որոշումը վերջնական կայացնելու համար։ Ես չեմ խոսում այն շերտերի մասին, որոնք գնալով շատ ավելի նեղանում են եւ շատ ավելի փոքրանում են, ում ուղեղները անվերադարձ այլևս լվացել են։ Հասկանում եք, մեկին պաշտոն տալով, մեկի դիրքերը ուժեղացնելով, մեկը մի քիչ ավելի հնարավորություններ ա տեսել, մեկը անցյալից մնացած ինչ-որ ծանր հիշողություններ ունի եւ փորձում է այդ ամեն ինչի մեջ տեղավորի, մեկը ասֆալտով է սիրահարված, մեկը, չգիտեմ, Վարդավառով է ոգևորված կամ ֆեստիվալ են ասում, ինչ են ասում, մեկը շատ սիրում է հրավառություն, մանկուց այդպես է մեծացել, բայց նորից սա լուրջ ճակատագրական պահ է հայ ժողովրդի համար եւ այստեղ ես հակված չեմ միայն ապոկալիպտիկ դիրքերից խոսել, որ վայ վերջանա կփլվի այս ամեն ինչը եւ սա գոյութենական խնդիր է։ Սա ճակատագրական որոշում պիտի լինի, իսկ այդ որոշումը ոչ թե իշխանությունները պիտի կայացնեն, այլ պիտի կայացնի հենց ժողովուրդը։ Այստեղ ժողովրդի հետ աշխատանքի լրջագույն խնդիր կա։ Եվ անհատական աշխատանքի խնդիր կա, եւ ընտանեկան աշխատանքի խնդիր կա, եւ ստրատեգիական ու մարտավարական առումով մոտեցումների հարց կա, այսինքն այս ամեն ինչը պիտի իսկապես դառնա օրվա ընդդիմության կամ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների խնդիրը։ Իշխանությունը իրենը այլևս արել է, ինքը կարողացել է որոշ զանգվածի այս հասարակության խաբելով, կեղծիքով, մնացած բոլոր մանիպուլատիվ հնարավոր մոտեցումներով, այո, ինչու՞ չէ նաև այդ պարգևավճարներով, հավելավճարներով, խոստումներով, անդադար ու անընդհատ խոստումներով, բայց տակը դատարկություն է, հասկանում եք, որովհետև այդ ամեն ինչը այն ծխածածկույթի նման փակում է այն վատը, այն սպառնալիքը, այն սարսափը, այն նոր աղետը, ինչ որ մեզ պիտի սպասվի հետագայում, եթե այս իշխանությունները շարունակեն մնալ իշխանության եւ շարունակեն այս քաղաքականությունը, մի հատ էլ նայեն այդ ժողովրդի աչքերին ու ասեն լավ ենք անում, շարունակելու ենք, պարգևավճարներ են լինելու, մենք միլիոնավոր դրամների աշխատավարձ պիտի ստանանք, որովհետև մենք քնում զարթում ենք, մտածում ենք ձեր ճակատագրի մասին։ Ես պարզ ասում եմ, երեկոյան ժամը 6-ից հետո փորձեք գնալ բոլոր պետական հիմնարկների կողքով քայլել, տեսեք քանի սենյակի լույս է վառվում, այսինքն որտեղ է ձեր աշխատանքը։ Դուք տենց մոլորակից դուրս հանգիստ կարող եք ապրել, վայելել, ժամը 6-ին էլ ձեր աշխատանքը վերջացնել ու գնալ տուն, մի այնպիսի կիզակետում, որտեղ շատ մեծ գերտերությունների շահեր են բախվում
Եվ ինչքան էլ նորից ու նորից զարմանալի չլինի, դուք այսօր վաճառքի եք դնում Հայաստանի ամենակարևոր կետը, հա, դուք մի մասը արդեն արել եք Արցախը, հանձնել եք Արցախը որպես լրջագույն ստրատեգիական զենք Հայաստանի ձեռքում, նույնը հիմա անում եք Սյունիքի հետ։ Շատ պարզ է այս ամեն ինչը։ Նույնը արվում է այսօր Հայաստանի հետ, ոնց որ ձեռքները լվացին Արցախից։ Բոլոր ներկայացուցիչները, ընդ որում արտաքին գործերի նախարարի մակարդակով, Հայաստանի Հանրապետության վարչապետի մակարդակով, ասում են մենք ձեզ 2021-ին խոստացել էինք խաղաղություն, դուք հիմա ունեք խաղաղություն, ինչ գնով եւ այլն։ Բացի դրանից խոսում են արտաքին քաղաքական մեծ հաջողությունների մասին։ 2021-ից մինչ հիմա ինչ արտաքին հաջողություններ ունենք։ Հիմա ես պիտի մեկնաբանեմ Հայաստանի արտաքին գործերի նախարարին ու Հայաստանի վարչապետին, բացարձակ չեմ պատրաստվում այդ ամեն ինչը ասել։ Ես շատ պարզ գնահատական չեմ տալիս, որովհետև չի կարող մի մարդ, որը դիվանագետ չի եղել եւ իրեն նաեւ շրջապատած այն մարդիկ, եսի նկատի ունեմ արտգործնախարարության վերնախավար, որոնք դիվանագիտությունից հարյուրավոր կիլոմետրեր հեռու են, դիվանագիտական գնահատականներ փորձեն տալ եւ փորձեն մեզ բացատրել, որ իրենք զբաղվում են շատ լուրջ դիվանագիտությամբ, դա տեսանելի չի, բայց այն ակտիվությունը, որ երբեք չի եղել, աննախադեպ է, այն ամեն ինչը, որ մենք ունենք, աննախադեպ է եւ այլն, միլիոնավոր դոլարներ են ծախսում, բայց այդ միլիոնավոր դոլարների կեսը ծախսելու պարագայում հնարավոր է ունենալ շատ ավելի արդյունավետ դիվանագիտություն, քան այսօր իրանք անում են։ Դիվանագիտությունը դա ամեն երկրի հետ նստել ստրատեգիական, էլի չակերտավոր ստրատեգիական փաստաթուղթ ստորագրելը չի։ Հակոտնյա բևեռներում գտնվող երկրների հետ ստրատեգիական փաստաթուղթ ստորագրելը չի։ Հայտարարել, որ Փաշինյանը չի մասնակցելու Դավոսում կայանալիք Դավոսյան այս տարվա ֆորումին, մեկ էլ հանկարծ դուրս գա, որ Թրամփը Իրան էլ է բանի տեղ դրել եւ հրավիրել է Գազայի խաղաղության խորհրդին մասնակից լինելու կամ անդամ լինելու եւ ինքը տենց մեկ օրվա մեջ որոշի թռնի գնա Դավոս, որ հերթական ֆոտոն կամ հերթական լուսանկարը մենք տեսնենք այդ բանը ժպիտը դեմքին, ինչ է շահում դրանից Հայաստանը, մեկը թող ինձ ասի։ Ինչ է շահելու դրանից Հայաստանը։ Վերջին 5 տարում այդ որ ասում եք 21 թվականից հաջողությունները, որ հաջողությունների հետևից գրացում են, ասցին խաղաղություն, արեցին խաղաղություն։ Ջորջան, ախր պարզ բաներ կան, էլի, աշխարհում հիմա այնց արագընթաց փոփոխություններ են։ Մարդիկ գիշերը կարող է քնեն, առավոտյան զարթնեն լրիվ ուրիշ իրավիճակի մեջ։ Կա ինչ-որ մեկը այդ արտաքին գործերի նախարարությունը, որ լուրջ մտածում է գոնե առաջիկա մի ամսվա կտրվածքով ինչ զարգացումներ կարող են լինել։ Թե այտենց օրվա կտրվածքով, ժամի կտրվածքով, դե հիմա Պարսկաստանում անկարգություններ կլինեն, նույն բանը կպրոյեկտվի այստեղ Երևանում Իրանի դեսպանության դիմաց դուք ոչ մի բան չեք անի, մեկ էլ հանկարծ այնտեղ կրքերը որոշակիորեն կհանգստանան, մեկ էլ կսկսեք ինչ-որ մարդկանց ձերբակալել այդ ցույցերի հետ կապված եւ այլն, կամ չարտոնել, որպեսի երթ անեն։ Հələ այդ անկարգությունները շարունակվում են ոչ թե կարտոն, եք դուք էլ գնայք երևի դիմացից կքայլեք։ Այսինքն այս մասնակի, այս կտրտված, այս այդ պահին այժմեական ինչ որ որոշումներ կայացնելը եւ դա ցույց տալը որպես լրջագույն նվաճում դիվանագիտության մեջ եւ արտաքին հարաբերություններում կամ միջազգային հարաբերությունները մանկամտություն է ու աբսուրդ է։ Ես չեմ տեսնում այդ հաջողությունները։ Եթե ձեր հաջողությունները այդ փաթեթի մեջ է, որտեղ վերահսկիչ մասը ամբողջությամբ տրված է երրորդ կողմին, եւ այդ երրորդ կողմն էլ իրավասու է այդ ամեն ինչը հետո պատվիրակի մեկ այլ կողմի, ինչքան էլ դուք ասեք, հələ փորձեք չհամաձայնվել։ Դուք այդքան փաստորեն արդեն կաք, որ կարող եք պճլիկ փոքր տոկոսով ձեր անհամաձայնությունը հայտնեք ու պայմանագրին հղում անեք, որ տեսեք, այստեղ գրած է, որ միևնույն է իշխանությունները պիտի վերջնական որոշում կայացնեն, թե այդ 74%-ը որ երկիրը իրավունք ունի վերցնել, ձեռք բերել, գնել, մի հատ նայեք, հա, ինչ է կատարվում։ Ուժեղների դարաշրջան ենք այսօր մտնում, ուժ ունես, կարող ես առաջ գնալ։ Հիմա պարզ է, չէ, որ եթե Թրամփը հաջողեց
Սա պիտի նոր նախադեպ լինի աշխարհի տարբեր անկյուններում նմանատիպ քայլերի։ Այդ պարագայում Հայաստանը հայտնվում է անգամներ ավելի խոցելի դիրքում, հասկանում եք, որովհետև երբ որ դու ուժի փոխարեն շեշտադրում ես անում չեղած քո ժողովրդավարության վրա եւ որ Հայաստանը միևնույնն է անկալվում է ժողովրդավարական երկիր եւ այդ ժողովրդավարության ուղղությամբ մեր ունեցած քայլերը հաստատ գնահատելի կլինեն եւ մեզ տեր կկանգնեն, այդ ամենաժողովրդավարական երկրի ղեկավարը այսօր դիկտատուրայից նաեւ որոշակի հայտարարություն էր արել։ Հիմա դրանից էլ չօգտվեք, հա, ասեք դե Ամերիկայի նախագահը ասել է ինքը դիկտատորը վատ բան չի, կարող է նաև ինչ-որ պահի դիկտատուրա ունենալ, դուք տենց փորձում եք այդ ամեն ինչը մանևրելով հրամցնել, որ դե տեսեք հիմա իրավիճակը այնպիսին է, որ եթե մենք չգնանք այս քայլին, ապա դուք կկորցնեք խաղաղությունը եւ ձեր զավակները հերթական անգամ կզոհվեն, այսինքն բանա, այդ Գյուլնաստատի հեքիաթները վերջի վերջո պահեք ձեզ եւ մի փորձեք տարածել, որովհետեւ իրանք այնքան սնանկ են, այնքան փուջ ու այնքան անհիմն, որ առանցքային խնդիրները, հիմնական, կենսական, գոյութենական խնդիրները թողած մի ինգեք են մանիպուլյացիաների մեջ, շատ էլ որ ինչ որ խավ, ինչ որ շերտ ձեզ հավատում է, ընդունում է եւ ասում է, վայ, այս ինչ լավն է, դուք վերջապես բերեցիք խաղաղություն։ Գնում եք Ծնկաչոկ Ալիևին պետության գլխի մակարդակով շնորհակալություն եք հայտնում։ Հələ Ալիևը ձեզ մի հատ շնորհակալություն պիտի հայտի ձեր ձեռքերն էլ համբուրի, որ այսքան պրո-ալիևյան ու պրո-ադրբեջանական ու պրո-թուրքական դիրքերի մեջ եք, դուք եք հələ մի հատ էլ գնում շնորհակալություն հայտնում, հələ մի հատ էլ իր ասածների վրա ավելացնելիք չունեք։ Սրանք մարդիկ էին, որոնք ժամանակին քննադատում էին այն քաղաքականությունը, որը տարվում էր Արցախը պինդ պահելու, Արցախի ինքնորոշման իրավունքը առաջ մղելու եւ ինչու ոչ նաեւ տնտեսական զարգացման ու ներդրումային քաղաքականության մասով, այն օրերի վարվող քաղաքականության մասով, ինչ որ պիտակներ դնելու։ Հիմա գնացել եք տես խեղճի դեմքով նստում եք ու շնորհակալություն եք հայտնում, նորից եմ կրկնում, ոչ վաղ անցյալում ձեր զավակներին մորթած եւ սպանած երկրի ղեկավարին։ Այսինքն սրա վրա մի քիչ եկեք ավելի ուշադրություն դարձնենք, էլի, ոչ թե գնանք խորանանք, որ չէ, Նիկոլը վերջի վերջո մեզ խաղաղություն ա բերել եւ եկեք հենց դա էլ հենց օգտագործում է, հասկանում եք, այդ սրտիկային քաղաքականությունը դեռ չի նշանակում խաղաղություն։ Այդ կեղծավոր սերը, որ դուք անընդհատ փորձում եք էկրաններից ցույց տալ, թե ինչքան եք սիրում այս ժողովրդին, դուք պարզապես ատում եք այս ժողովրդին։ Դուք պարզապես ատում եք Արցախցուն, Հայաստանցուն, ընդհանրապես հային, հայի պայքարող տեսակը ջարդ ու խուրդ եք արել, դուք փլել եք այդ ամեն ինչը, դրա համար շատ դեպքերում փորձեք ավելի շատ լռել, էլի, այն որ լավ, քանի օր եք, էլի, քանի տարի եք, նոր եք չէ մտել, նոր եք հասկացել ինչ բան է դիվանագիտությունը, նոր եք հասկացել ինչ բան է փոխադարձության սկզբունքը, հաճելի է երևի ձեր ականջին եղել։ Հիմա էլ մխրճվել եք ավելի հոգևորի մեջ եւ փորձում եք քանդել այն միակը, այն պատվարը, այն ամրոցը, ինչը այս ժողովրդին դարերով պահել է, չի ստացվելու, պարզա չէ, այսինքն ձեր նմանները չեն որ եկել են ու հետո պատմության աղբամաններում են հայտնվել, այնպես որ պիտի սրա մասին խոսել, պիտի բարձրաձայնել, պիտի անընդհատ ասել եւ շատ այսպես հանգիստ առանց էմոցիաների ժողովրդի դեռևս իրենց համար ոչ այդքան հասու թեմաները շատ ավելի պարզ ձևով բացատրել եւ ցույց տալ, որ սա իսկապես ոչ թե փակ ուղի է, սա ուղղակիորեն սպառնալիք է վաղվա օրվան։ Նույն երեխաների, որոնց մասին այդքան մտածում եք, դե տղա ունենք 10 տարի հետո բանակ պիտի գնա, թող խաղաղություն լինի, այդ վախը մեջներիցդ հանեք ժողովուրդ, այդ վախի խնդիրը հենց այն է, որ թույլի հետ երբեք չեն պայմանավորվում։ Թույլի հետ երբեք չեն գալիս ընդհանուր հայտարարի, թույլին անընդհատ ստիպում են, անընդհատ սպառնում են եւ թույլը անընդհատ զիջում է։ Սա հեշտ ճանապարհն է, հասկանում եք, այդ պայքար բառը, մաքարել բառը, գոյապայքար բառը փորձում են ուղակի ջնջել հիշողություններից, ուղեղներից հանել, ասելով, որ պայքարը դա պատերազմ է։
Կան ծիծաղելի է այդ բանը, որ պայքարը եւ պատերազմը ուղիղ համեմատականի մեջ եք դնում։ Պայքարը անընդհատ պիտի լինի, որովհետեւ ուզես թե չուզես, դու փախուստ չունես, քո դիրքը աշխարհագրական ցավալիորեն այսօր այսքան է դարել։ Բայց նույնիսկ այս փոքր վիճակով դու այնքան ասելիք կարող էիր ունենալ եւ այնքան ճիշտ ձևով կարող էիր բանակցել հենց նկատի առնելով քո ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական դիրքը, որ պատկերացնելու չի։ Դա այնքան լայն հնարավորություն էր բացում ես նույնիսկական դիվանագիտության համար, ոչ թե անկեղծ է ինչ որ իրենք անում են եւ փորձում են այսօր մատուցել որպես աննախադեպ, որ կերազեիք մեր նման դիվանագիտություն ունենայիք, որովհետև ես ապրել եմ այդ լավ իսկական դիվանագիտության շրջանում, էլ չասեմ, որ անմիջական մասնակիցն եմ եղել եւ հաջողությունները այնքան ակնառու են եղել, թող որևէ մեկը իզուր տեղը մարդկանց ուղեղները չլվանա էլի։ Պարոն Մելիքյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, իսկ ես հիշեցնեմ, որ վեստիայումի տաղավարում էր արտակարգ եւ լիազոր դեսպան Համահայկական դիվանագիտական խորհրդի նախագահ Վահագն Մելիքյանը։ Մեր զրույցի թեման թրիփ ուղին էր եւ դիվանագիտական այն արտաքին սխալները, որոնք կան եւ արկախված են Հայաստանի Հանրապետությունում։